Բարև ձեզ։ Շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-ն ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօրվա մեր առանձնացված աշխատություններն են Ժան-Պոլ Սարտրի Սրտխառնոցը եւ Սեմյուել Հենթինգտոնի Քաղաքակրթությունների բախումը։ Կրկին, էլի մեկ գեղարվեստական եւ մեկ, այսպես են, քաղաքագիտական, գեոպոլիտիկ աշխարհական վերլուծության աշխատությունները, որոնք գուցե առաջին հայացքից էլի թվային, այսպես ասած, առաջություն իրեր չունեցող, բայց երբ մենք մի քիչ խորացանք, փորձեցինք ուսումնասիրել, բավական հետաքրքիր զուգահեռներ հայտնվեցին։ Եթե կարճ ես այսպես բացում անեմ, հետո արդեն ավելի մանրամասների համար խոսքը փոխանցեմ քեզ։ Ինչ են ասում։ Հիմա ընդհանուր ոնց որ թեզը տանք, հետո արդեն մանրամասն ավելի կներկայացնենք։ Ժան-Պոլ Սարտրին հայտնի է որպես էգզիստենցիոնալ ճգնաժամի հեղինակ, այդ թեմաների մասին գրող, ու դրա առանցքային միտքը այն է, որ կյանքը իմաստ չունի, կամ որն է այդ իմաստը, ոնց են մարդիկ փնտրում, իսկ Սեմյուել Հենթինգտոնը վերցրել է այդ թեզը, որ եթե իմաստ չկա, ապա մշակույթը կամ քաղաքականությունները գալիս են այդ բացը լրացնելու։ Որպեսզի անհատը ինքը իրեն ճանաչի, հենց այդ մշակութային ինքնության միջոցով, մշակութային քաղաքակրթական ինքնության միջոցով։ Ինչի որոշեցինք հենց Սրտխառնոցից, որովհետև մենք չենք կարող մեզ դիրքավորենք հասարակությունից ու պետությունից անկախ կամ վերև կամ ներքև ինչ-որ դիրքում, քանի որ Հայաստանում հիմա այս նախընտրական շրջանը մի հատ բնութագրիչ ունի, դա էլ Սրտխառնոցն է, դրա համար անպայման որոշեցինք ընտրություններից մի քանի օր առաջ հենց այդի բացատրել դրա բնույթը, դրա ընդհանուր ծագումնաբանությունը, դա էր անդրադարձը Սրտխառնոցի ընտրության, իսկ Սամուել Հենթինգտոնի գրքի հիմնական մեխը նա էր, որ քաղաքակրթությունների բախումը ինչպես է տեղի ունենում, արդյոք սա միայն ներհայաստանյան խնդիր է, թե քաղաքակրթական բախում է, ու արդյոք հնարավոր է այս որոշակի մարդը իր ընտրության միջոցով ելք գտնի այս վիճակից։ Հիմա արդեն ընդհանուր կբացենք ու մանրամասները կասենք, ես արդեն ներկայացրեցի, հիմա խոսքը փոխանցեմ քեզ, դու ասա, բայց ամենակարևոր բանը ես ուզում եմ ասել, որ երկու գործերում էլ ինքը նշվում է մշակութային կոնֆլիկտը, հենց մշակույթի խնդիրը։ Մեկը մարդու ներքին մշակույթն է, մեկը գեոպոլիտիկ մշակույթն է։ Այսինքն այդ պայքարը, մարդու ինքը ներսի պայքարը, ու նաև երկու գործերում էլ նշվում է ընտրության կարևորությունը։ Դու բաները, հեսա ես կսկսեմ արդեն։ Շնորհակալություն։ Ես համաձայն եմ, արի փորձենք այդ զուգահեռին հասկացնելով երևի կետարկել կամ ինչ-որ ընդհանուր թեմաներ քննարկելով գանք դրան։ Պետք է ոնց որ հասկանանք, Ժան-Պոլ Սարտրը խոսում է ավելի փիլիսոփայական եւ անհատի այդ ներքին պայքարի մասին, ընտրության, մշակութային ինքնության, այդ իմաստի որոնման մասին, իսկ Հենթինգտոնը ավելի գետնի վրա է, փորձում է ինքը բերի ռեալ պոլիտիկ, այսպես ասած, դաշտը, ու շատ ճիշտ նկատեցիր, որ հիմա բազմաթիվ երկրներում այստեղ խոսքը ճիշտ է, մենք նախընտրական շրջանում ենք ու Հայաստանի ընտրությունից ենք բավական շատ խոսում, բայց ամբողջ աշխարհում եւ հատկապես Եվրոպայում, Արևմուտքում նկատվում է բավական հենց այդ մշակութային պայքարի ընտրությունները, այսինքն եթե փորձենք ավելի պարզ քննարկում են ոչ թե ծրագրերը, այլ օրինակ X քաղաքական ուժը, դա ոչ միայն Հայաստանում, անգամ ասեմ Եվրոպայում էլ շատ նկատվում, գալու է ու ինչ քայլեր է անելու, այլ թե ովքեր են իրանք։ Այսինքն քայլերի հերթականությունը հաջորդական ծրագրերը փոխարինվել են ինքնության ընկալման մոդուլով։ Բայց արի մի հատ դիտարկում անենք, որ մի քիչ ավելի եթերը հետաքրքիր դարձնենք։ Սամուել Հենթինգտոնի շատ հետաքրքիր միտքը որն է, որ ասում ենք մեզ ճանաչում ենք մեր թշնամիների միջոցով։ Ու այստեղ երկու տեղից կա։ Եթե մենք իրականում թշնամի ասելով կարող է հակառակորդ լինի կամ մարդը, որի հետ մենք խանդ լինի կամ կոնֆլիկտ ունենք որևէ, դու ինքդ քեզնով չես կարող բան անել, որովհետև արդեն շիզոֆրենիայի նոպաներ կստեղծվի։ Ու այստեղ երկու դիտարկում։ Եթե մենք բացառում ենք մեր հակառակորդը, մեր թշնամին, այդ դեպքում ազգը ոնց է ինքն իրեն ճանաչելու, եթե հիմա բացառում ենք, որ ասում ենք մենք որևէ հակառակորդ չունենք, թաղությունը ոչ մի բան չկա, մենք ոնց ենք ճանաչելու։ Երկրորդը ավելի վտանգավոր բանը,
որ Ադրբեջանին օդու ջրի պես պետք է թշնամի ու արդյոք եթե մենք մեզ ճանաչեցինք մեր խաղաղասեր արդյոք նույնիսկ ինչ որ փաստաթղթեր անրջային ստորագրվելուց կամ ոչ անրջային ստորագրվելուց հետո Ադրբեջանը չի շարունակելու հենց թշնամու իմիջը ձևավորել հայի դեմքով ինքն իր ազգին ինքնահաստատվելու համար ու նաև ազգին պահելու համար անկախ քաղաքական բանից որովհետև հիմա այսօր Ալիևին պետք է այդ թշնամին իր երկրում իր ռեժիմը շարունակելու համար բայց անկախ դրանից էլ նույն ադրբեջանցի ազգինը ինքը տենց պահելու որ թշնամի որպես թշնամի արտաքին կերպարը լինի որ ինքը իր ազգին համատի ասի մենք գերակա ենք այս կողքի ազգի նկատմամբ Ես շատ ու եթե նայում ես ադրբեջանական կրթությունը դպրոցներից սկսած իրանք հենց դա էլ քարոզում են որ հայերը ավելի ցածրակարգ ազգ են մենք միշտ պետքա բան անենք սատախոսային մեր տարածքները գրավել են ամեն ինչ թույնը շնչում է երկու դեպքում է հնարավոր է թշնամության դոզան քչացնել բայց դա պետքա զուգահեռ այդ քայլերը անել եթե մի կողմը հրաժարվում է ինքն իրեն ճանաչելուց մյուս կողմը որպես սատանայի կերպարաձևավորում այդ ժամանակ մենք շատ երկար ժամանակ չենք կարող դիմակայել որպես ազգ որտեղ մենք մեզ էլ չենք ճանաչում հա դե այստեղ շարունակելով այս միտքը նշանակում է որ թշնամանքի վերահսկման համար բնականաբար երկու կողմից էլ ցանկություն է պետք ու դա բազմաթիվ անգամ ոչ միայն մենք տարբեր գործիչները նշել են որ հնարավոր չի գնալ խաղաղության եթե քո դիմացի կողմը պատրաստ չէ խաղաղությանը իսկ այո Ադրբեջանում որևէ կերպ չի նկատվում թեկուզ պայմանագրեր ստորագրվեն հայտարարություններ կարող են, բայց մենք տակից տեսնում ենք, չէ՞, թե դպրոցում ոնց են իրենց դաստիարակում, հայերի վերաբերյալ բազմաթիվ պատասական նեգատիվ կոնտեքստով օրինակներ կան, Ռամիլ Սաֆարովի հերոսացում, այսինքն թե մի ազգի համար Ռամիլ Սաֆարովը հերոսացվում է, ստեղծում են բան, այսպես ասած, ընդօրինակման մոդել են ստեղծում։ Ու դու եթե մի հետաքրքիր բան կասեմ, 2-3 տարի իրենք Ռամիլ Սաֆարովի մասին ոչ մի անդրադարձ չկա, դա նույնիսկ ադրբեջանցիները ասում էին այդ մարդուն չենք անդրադառնում որպես բան հենց սկսեց մեր թուլացումը վերջերս 2-3 ամիս առաջ էլի Ալիևը այդ մարդուն վերեց առաջի պլան ինքը 2-3 տարի իրենք վախենում էին որովհետև հակազդեցություն կար որոշակիորեն եւ եվրո դատարանների մեր դիմումներով եւ էթնիկական զտման պատճառով Ադրբեջանի բարոյական նորմերով բարոյական տեսանկյունից իրանք հետ էին քաշվել Հիմա էլի առաջին պլան մաղվեց։ Դա կախված է, եթե դու քո իրավունքներից հրաժարվում ես, ինքը դիմացի կողմը ինքը այդ տեղը գրավում է, ինքը վակուումի մեջ չի կարող լինել։ Հա, միանշանակ։ Այսինքն եթե էլի շարունակենք, սա շատ նման է prisoner's dilemma-ին, որ եթե կողմերը իրար չեն վստահում կամ կողմերից մեկը նաիվորեն վստահում է, ապա ինքը հայտնվում է շատ ավելի վատ կարգավիճակում։ Այո, 30 տարին ու 26 տարի, լավ 94 թվականից ասենք Մենք գալիս ենք այդ prisoner's dilemma-ին, մենք գալիս ենք sense երկու կողմերը չեն վստահում, երկուսն էլ ուժում են, բայց քիչ։ Հիմա մենք ամբողջությամբ լրիվ հանձնել ենք մեր դիրքերը, բայց դիմացինն էլ նույն մոտեցումը, խաղաղասիրական մոտեցումը չի ցուցաբերում, որպեսզի win-win այսպես երկու կողմերն հաղթանակած դուրս գան։ Այո, միանշանակ։ Հաշտեցում սկսի, խաղաղություն սկսի, առևտուր սկսի վերջո։ Քանի դեռ իրենց մոտ այդ ընկալումը չկա, մենք միշտ լինելու ենք պարտողի դերում։ Ես մի բան կարող ասել, որ ինչպես Սարտերի մոտ է նշվում, մարդը գոյություն ունի առանց պատճառի ու պետություններն էլ առանց պատճառի գոյություն ունեն, այսպես ասած պայմանական միավոր են, բայց ինքը այդ պայմանականությունը սնուցելու համար տարբեր պարամետրեր են պետք։ Հիմա մի հատ տեսականորեն վերցրու, որ եթե մենք մի օր չենք լինում, դրանից հետո քանի ժամ կտևի ամբողջ աշխարհի գոյությունը մեր հանդեպ։ Այսինքն Չարենցը որ Չարենցին ինքը որ ասում էր իմ մահվան օրը կիշնի լրություն ծանր կլերի նստի քաղաքի վրա հիմա մեր գոյության պարագայում ինչ կլինի ինքն մի ժամ երկու ժամ ընդհանրենք մեկ օր հետո ոչ ու ուրիշ բաներ եմ ուզում անդրադառնամ եթե վերցնենք հայկական քաղաքակրթության վերացումը Հայաստանի պետության ինչ կլինի կամ ինչ եղավ Արցախի հետ այսինքն ինչ եղավ կամ այսօր որ եկեղեցի են պայթացնում կամ այսօր ամեն ինչ ոչնչացնում ինչ եղավ ամբողջ աշխարհը մի ժամ կամ մի օր կամ մի ամիս խոսեցին դրանից հետո ինչ է լինելու ասածս նա է եթե վերցնում ենք էգզիստենցիալ փիլիսոփայության ընդհանուր առանցքը որ դու ես արժևորում քո գոյությունը
քո պետության գոյությամբ։ Եթե չէ, եթե վերցնես իմաստես հաղորդում, սա է ընտրությունը, որ դու քո ընտրությամբ, քո գոյությամբ, քո քայլերով դու իմաստ ես հաղորդում։ Եթե դու պետքա չլինես, դու հրաժարվում ես լինելուց։ Արդեն վերջ, որևէ մեկին դա չի հետաքրքրում։ Հաջորդ օրը դու չես լինելու։ Սա բերենք, եթե բերենք Huntington-ի դաշտ, շատ դրա համար զծի ավելի այսպես քաղաքակրթական, ինչ ես դու ասում, ու ինչ ես համաձայն, ինչն ասում Սարտր այդ մեկնաբանությունը, ինչ ես համաձայն եմ, որ անգամ այդ հումանիտար, մարդասիրական, քաղաքակրթական եւ մնացած այդ գործիքակազմը աշխարհի ինքը էլի վերջին հաշվով աշխարհակաղակական գործիքա X պետության վրա ազդելու համար։ Այսինքն եթե պետք է Ադրբեջանին ճնշել, կարող են ճնշել Ադրբեջանում, Ստեփանակերտում հայկական մշակութային ժառանգության վերացման համար։ Եթե տվյալ պահին ոչ մեկին դա պետք չի, այդ ամենը մղվում է երկրորդ պլան, այսինքն պրոստը ուշադրություն չեն դարձնում։ Դու պետքա պատվեր ուղարկես։ Եթե դու տեր չես կանգնում քո ունեցածին, որևէ մեկը քո համար տեր չի կարող կանգնել։ Չէ, ես համաձայն եմ, բայց օրինակ ՄԱԿ-ի կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կամ մնացած այլ երկրների կանոնության մեջ գրած չի, որ Հայաստանը պետքա պատվեր ուղարկի։ Իրանք ասում են, որ եկեղեցական մշակութային ժառանգությունը դա բացարձակ արժեք է, չէ՞։ Պատմական արժեք է, եկել է 100 տարի, 1000 տարի առաջ կառուցված եկեղեցի է, որը ինքը մշակութային արժեք է ներկայացնում կամ կրոնական։ Իրենք չեն խոսում այդ թեմայով, եթե տվյալ պահին իրենց քաղաքականապես դա ձեռք չի տալիս։ Այսինքն կա ինչ-որ որոշակի կոնսենսուս, մենք մեր մասով չենք անում, որևէ կերպ չեմ հերքում, այո, Հայաստանը այդ շահերը առաջ չի մղում, բայց անգամ այն կառույցները վերպետական, հա, ասենք, միջազգային կառույցները ՄԱԿ-ի գլխավորությամբ կամ մյուս կառույցները, ովքեր հենց իրենց միսիան առաքելությունն է դա, իրանք էլ դրա վրա աչք են փակում։ Որովհետև այդ մշակութային բարոյական այդ ամեն ինչը ստորադասվում է աշխարհակաղակականությանը։ Հիմա ուրիշ բան ասեմ, եթե Լևոն ջան, եթե դու քո ազգային արժեքին իմաստ չես տալիս, դրանից հետո ոնց կարող է ուրիշ մեկը քո փոխարեն դրան իմաստ տալ։ Եթե հիմա այս գրիչին իմ համար որևէ արժեք չունի, ես իմաստ չեմ տալի այս գրիչին, ուրիշ մարդ է, ինչի պետք է սա արժեք տա։ Դե լավ, մարդկային կյանքը արժեք է, չէ՞։ Համամարտկային արժեք է։ Եթե X երկրում, եթե Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է լինում։ Հիմա բայց նաև Սամուել Հանթինգտոնի շատ մի հատ հետաքրքիր բան է, չէ՞, ինքը ասում է մարդիկ մոլորության մեջ են հայտնվում, երբ որ մտածում են, որ արժեքները դա համամարտկային են, ունիվերսալ են, ինքը բոլորի համար ունիվերսալ է։ Այո, ինքը ունիվերսալ չի կարող լինել այդ արժեքը։ Դու ես առաջ մղողը, ու ստեղ գալիս է նաև ուրիշ հարց։ Եթե դու տեր ես այդ քո ընտրությանը, թե տեր չես, եթե դու տիրոջ վիճակից հանձնում ես քո ընտրությունը, ինքը մեխանիկորեն ով ինչ կուզի կանի դրա հետ շահարկա։ Դու տալիս ես ուրիշին, ինչպես բանի հետ կապված ասեցիր դե Արցախում իրենց տարածքն է, իրենք ինչ կուզեն կանեն այդ մշակութային բաների։ Դու հանձնեցիր իրավունքը իրանց, նույն ձևի հետ գերեզմանների իրավունքն հանձնեցիր իրանց։ Դու ինչ իրավունք ունես իշխանություն լինելով մարդու ծնողների, որդիների, նախնիների գերեզմանները հանձնես իրան, այսինքն տնօրինությանն է, իրանց տնօրինությանն է, դու հանձնում ես իրան։ Այսինքն դա համամարտկային արժեքը, դու ոնց ես այդ քո իրավունքը, քո արժեքը հանձնում ուրիշին։ Այստեղ լրիվ ուրիշ խնդիր է, այստեղ ես կուզեի, որ մարդու անհատական պատասխանատվության ու ընտրության խնդիրը գա առաջ, եթե դու հրաժարվում ես քո իրավունքից, էլի դու արդեն դառնում ես, ինչ ասեմ, առանց ոչինչ, իսկ եթե դու ամեն ինչին կարող ես իմաստ տալ։ Եթե սյուժեին նայենք բանի Սարդխառնոցի, մարդը գալիս է, ինքը քար է նետում ծովի մեջ, ու ինքը տեսնում է, որ այսինքն ինքը ոչ մի բան է, այդ քարը։ Հետո հասկանում է, որ այդ քարը եթե կարող է շարժի ալիքներ, ինքը դառնում է ինչ-որ բան, իմաստ է դառնում։ Նույն ծաղիկը ինքն իրանով ինչ է, Լևոն ջան, ինքը ծաղիկ է, չէ՞, բույս է սովորական։ Բայց եթե դու իմաստ տվեցիր, նկարեցիր, ինքը դառնում է լրիվ ուրիշ բան։ Նույն ամեն ինչ, ինչի որ դու իմաստ դու տվեցիր, ինքը դառնում է լրիվ այլ երևույթ։ Եթե իմաստ չես տալի, ինքը լրիվ հակառակ երևույթն է դառնում։ Ես այստեղ մի հատ հարց պետք է տամ, որ հենց Սարտերի ողջ փիլիսոփայության առանցքն է։ Կա ենթադրություն, կա կարծիք, որ անգամ այդ իմաստ հաղորդելը դա պատրանք է։ Այո, հենց այսպես ասած Սարտերի թեզերից մեկը այն է, որ ոչ մի բանը իմաստ չունի,
ու մարդը ստիպված այդ իմաստը տալիս է, որպեսզի այն ինչ մենք խոսում ենք, որևէ կերպ արժևորի սեփական անձի գոյությունը կամ ըստ Հանտինգտոնի պետության կամ քաղաքացիության որոշակի ձևով ինքնախապեյության միջոցով։ Հա, այսինքն դա պատրանք է։ Պատրանք էլ կարող է լինի, բայց առանց այդ պատրանքի էլ կյանքը ինչ է, եթե վերցնես զուտ դատարկությունը։ Հիմա Հայաստանում ինչն է սրտխառնոց առաջով հենց այդ իմաստազրկում այդ պատրանքն են վերացվել։ Ամեն ինչն է վերացվել, որ ասեն ոչ մի բան իմաստ չունի։ Մենք վերացնում ենք ֆիզիոլոգիական մի հատ բիոմասայի, ուտել եւ ճղճղալ, ուտել եւ ապարել, երգել, այսինքն դու բիոմասա ես վերացվել։ Էսա սրտխառնոցը մարդկանց ինքը դու որպես մարդ ու դրա համար ինչ են ադրբեջանցիները ինքնահաստատվում, որովհետեւ ամեն օր իրանք հերոստատեսություն նայում են, ընտրաշավը կառուցվում է Հայաստանի մարդ ընտրելու ուտելու վրա, պերաշկի ուտողները ուտում են պերաշկի, կարտոշկա ուտողները ուտում են կարտոշկա ուտողներին, խորոված ուտողները, այսինքն խայտարակությունը սա աշխարհում որևէ միտեղ sense բան չի կարելի որ իմաստ չլինի, որևէ ուտելը որն է ցույց տալը, ուտելու ցույց տալը որն է, բայց դու հələ նայ սրտխառն չեմ ասում որ բանի կենթայիների պաշտպանության բաները որ այդքան մարդիկ վիգաններ կան, մարդիկ, որոնք որ իսկականից տհաճ է իրանց ամեն օր այդ խոզմորթել, անասուն մատաղանել, այդ տեսնել, հիգիենայի խնդիր էլ գոյություն ունի։ Այստեղ ես կուզեմ կրեդիտ տամ ընդդիմությանը, որ իրանք այդ օրինակ այդ դաշտ չեն մտնում։ Չեն փորձում ոչ մրցել, ոչ անգամ չեն էլ անդրադառնում դրան, աշխատում են հնարավորինս զերծման, որտեղ իրանք հասկացել են, որ բնականաբար Նիկոլ Փաշինյանից լավ ավելի ուժեղ Նիկոլ Փաշինյան չեն լինի իրենք, ու երկրորդը այն ինչ դու նշում ես, որ դա հակահիգիենիկալ է, առնվազն քաղաքական առումով։ Դու աշխարհի լիդերներին, իրենք ասում են, բայց աշխարհի լիդերները չեն ուտում հացը, բայց ուտում են զուգարանել են գնում, սեքսով են զբաղվում, լողանում են, բայց դա չեն դնում։ Այդ լրիվ ուրիշ բան է քաղաքականությունը։ Այսինքն դու պետքա արժեք ստեղծես, դու պետքա իմաստ տաս ամեն ինչին։ Եթե մենք իմաստը փորձում ենք տանք մեր անասնական ինստինկտներին, այդ լրիվ մենք դառնում ենք մի հատ ինչ ասեմ, այդ հոտ, որը որ ով ինչ կուզի կանի։ Ալիևը դուք երբևէ, չգիտեմ, ես խորհուրդ կտամ երբեմն ադրբեջանական կայքեր մտնել եւ կարդալ թե հայի կերպարը ոնց է ձևավորվում։ Ու մենք էլ ջրաղացին ջուր ենք լցնում։ Ամեն օրյա ռեժիմով իրանք էլ ասում են, բա որ մենք ասում էինք այս ազգը էսա, սրանց հետ sense պետք է վարվեն։ Դրանք խոզմորթող, պերաշկի ուտող, չգիտեմ։ Չէ, որը բան է ավտոբուսներում հաց ուտը իրար թափել, ինչ ասեմ, իրար վրա ուտելիքը շապատել, լկտի բառապաշար, ինքը քաղաքակրթորեն, այստեղ քաղաքակրթական պայքար է։ Ինչի վերադառնում ենք էլի Հանտինգտոնին ենք վերադառնում, ասում քաղաքակրթացին ինքը ասում է, ես ավելի քաղաքակրթորեն ավելի բարձր եմ, քան թե իրանք, որովհետև ես երբեք ինձ թույլ չեմ տա այս բանը։ Դա որովհետև ավելի շատ իրավունքներ են երբեք թույլ չեմ տա, հիմա Ադրբեջանում են լիդերներ եղել, նա բանից Ալիևից առաջ, այդ պարտություն են գրել, եղել է Մութալիբովը, եղել է Էլչիբե, դու երբեք խոսույթում լսել ես, որ անձնական վիրավորանք Էլչիբեի եւ բանի հասցեն։ Քաղաքական ինչ-որ process-ում կարող է քննադատություն լինի, բայց անձնապես կարող է վիրավորել։ Ղեկավարի նախագահ ինստիտուտի հանդեպ ամեն ինստիտուտ, բոլոր ինստիտուտների դու երբևէ դու թույլ կտա որևէ քաղաքական գործիչ ադրբեջանցի ինքը իր հոգևոր առաջնորդին ինչ որ մի հատ բան ասի։ Այստեղ ինչ կլինի այդ մարդու հասարակության հետ կապված։ Ես կուզեմ մի օրինակ բերեմ 35 տարվա մեջ Ադրբեջանում այսպես ենք մի անգամ են իրանք այդ մասով բաց թողում ունեցել, որ Մութալիբովի համար Խոջալու է։ Երբ Մութալիբովը Խոջալուն ներկայացրեց այդ իրադարձությունները, որպես որ ընդդիմությունն է դա կազմակերպել, ուստեղ տես, ինքը դա մի անգամ ասեց, չէ՞։ Ու մենք որ 15-20 տարի մեր հակաքարոզչությունը կառուցում ենք այդ թեզը, անգամ ձեր նախագահն է ընդունել, որ Խոջա, այո։ Այսինքն մենք վերցրեցինք այդ Ադրբեջանի առաջի դեմքի թեզը ու դա էլ եմ ասում, չեն խորանում դա ոնց ա եղել, ինչ ա եղել, հարցը չի, բայց որ ոնց են այդ երկու հակամարտող պետությունները մեկը մյուսի թեզերը օգտագործում։ Դա էլ թշնամու կերպավորներն վերադառնանք, մեզ թշնամուն հասկանալու համար դու պետքա քեզ ինքդ քեզ հասկանալու համար պետք է հասկանաս։ Ու իսկ հիմա մենք ամենօրյա ռեժիմով ոնց ենք սնուցում այդ Ադրբեջանը։ Ու այս սնուցումը քանի տարի ա տևելու մենք դրատակից դուրս գալու համար։ Ինչի համար մի հատ իշխանություն պահելու համար քանի տարի ա պետք ապագա իշխանություններին մեր ազգը խայտարակությունից վերհանելու համար։ Ինչ որ գոնե մինուսավի կետից գոնե զրոյական կետին հասցնելու համար։ Ամեն դեպքում արի բան անենք,
ամփոփենք ու ստեղ էլի կուզեմ Սարտերին վերադառնալ, որ ասում է մարդը ծնվում է առանց նպատակի եւ ինքն է ձևավորում իր ընտրությունը։ Ինքը մենք ով բոլորս էլ ծնվել ենք առանց նպատակի, բայց մենք մեր ընտրության միջոցով մենք ձևավորում ենք մենք մեզ, ինքներս մեզ։ Ու քանի որ մոտ օրերս էլի ընտրություններ են, ես կուզեի, հա, մեկ շաբաթից ես կուզեի, որ մենք այդ պատասխանատվությունը մեր վրա վերցնենք։ Մենք ձևավորենք, ձևավորենք, ոչ թե դա փոխանցենք ուրիշներին, կլինի, չգիտեմ, Ռուսաստան, Արևմուտք կամ հաստատելու տեսքով։ Իմ այստեղ մի բան էլ կուզեի վերջում ավելացնել, որ Հացիկտյանը շատ հետաքրքիր նշում է, որ քաղաքակրթությունները դա վերպետական երևույթներ են, այսինքն մի քիչ սահմանափակվում մեկ պետության սահմաններում։ Ու այստեղ պետքա ցավոք նշել, ոնց սկզբում ասացին, որ մենք անկավես պայմաններում մենք ընդունել ենք քաղաքականոնները, որ ընտրում ենք ոչ թե գործողությունների, քայլերի, ծրագրերի համար, այլ ընտրում ենք այդ քաղաքակրթական ընտրություն ենք կատարում։ Այսինքն մենք ուզում ենք Ռուսաստանի հետ լինենք, թե Արևմուտքի, ուզում ենք ավելի ավանդական ազգային արժեքներ կրող ուժերի, թե ավելի լիբերալ ու գլոբալիստական ուժերի։ Այսինքն այդ նարատիվը մտել է դաշտ, որ այնց սև ու սպիտակ է, էլի 50-50 է։ Եթե դու X ուժի կողմնակից ես, ուրեմն դու ռուսամետ ես։ Եթե Y-ի, ապա արևմտամետ կամ ավելի լիբերալ ես կամ ավելի պահպանողական ես։ Այսինքն այն գորշ հատվածը, հա, որ ասենք օրինակ դու կարող ես պայմանական ոչ ռուսամետ ես, ոչ արևմտամետ, բայց ուզում ես այսինչ ուժին, այնինչ գաղափարի կամ իրենց քայլերի համար, դա միանգամից մղվում է լուսանցք։ Որովհետև շատ հեշտ է այդ 50-50, հա, այսպես ասած, սահմանային կետում մարդկանց մոլորեցնել։ Ու մի հատ նկատառում ասեմ, որ Հայաստանի պատմության մեջ երբևիցե չի եղել, որ ընտրությունը ոչ թե կատարվի պետության ներսի գաղափարների ուժերի հետ կապված, այլ դրսերի քաղաքակրթությունների միջև։ Սենց բան պատմության մեջ չի եղել։ Այսպես միջամտություն էլ չի եղել։ Այսպեսի միջամտություն երբևիցե ոչ միայն դուք նայ ովքեր ԵՄ, Ռուսաստան, ինչ ասեմ, Ադրբեջան, Թուրքիա, հլնայ ովքեր են խառնված, ես չգիտեմ էս ինչ է կատարվում։ Մենք խոսում ենք ինքնիշխանություն։ Մենք խոսում ենք բարձրագույն մակարդակն է եւ չի ալարում կոնկրետների մասին։ Ով ասես, դրանցից յուրաքանչյուրի կես բառը թույլ կտար այլ երկրներում կամ այլ պայմաններում։ Ինքը ընտրությունները բանանել, չեղարկել։ Բայց էսի բոլորը ով հասել է, ինչ ինքնիշխանություն, որ ով հասցրել է, ինքը խոսացել է կոնտրությունների մաս։ Այսինքն տարբեր խմբերի պայքարը, տարբեր պետությունների կռիվ գեոպոլիտիկ կենտրոնների ուժային պայքարը գնում, այո։ Դե ես հուսով եմ մեր ազգը ճիշտ ընտրություն կկատարի։ Նախ էլի ասել ենք եւ պետք է 100 անգամ պետք է ասել, որ պետքա գնալ ընտրության, պետքա մասնակցել այդ պատասխանատվությունից չխուսափել։ Թե ում դա արդեն ամեն մարդու անձնական։ Եթե դուք նկատել եք, մենք երբեք քարոզ չենք անում, որ այս ուղղակի մենք ներկայացնում ենք իրերը, եթե այսքանից հետո մարդիկ կհասկանան, եթե չեն հասկանա, ես մի անգամ գրել էի, եթե ինչ ասեմ, մարդասպանը մեկին սպանում է, հետո այդ սպանվողի ծնողը գալիս է, ինչ ասեմ, շնորհակալություն է հայտնում մարդասպանից։ Դու այդտեղ գաղափարական ոչ մի բան չունես ասելու այդ մարդուն։ Դու ինչ գաղափար պետք է ասես այդ մարդուն, որ ավելի ուժեղ լինի, քան թե այն ինչ որ եղել է։ Արդեն այստեղ մեր խոսածածը դրիվ դատարկություն է։ Այդ ասպարեզում մեր խոսածածը ոչ թե այդ մարդկանց մասին է, այլ այն մարդիկ, ովքեր բանականություն ունեն, իրանք կարողանում են ընտրություն կատարել։ Այսինքն դեռ չեն վերածվել բիոմասայի։ Ճիշտ է։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Հաջողություն։ Տեսնձեզ։